Հարգանքի տուրք ենք մատուցում մեծ եղեռնի ժամանակակցորված եւ դաժանորեն կոտորված անթիվ հայերի հիշատակին ասված է Դոնալդ Թրամփի անունից Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։ Համերաշխություն ենք հայտնում Միացյալ Նահանգների եւ ամբողջ աշխարհի բոլոր հայերին այս հիշատակի օրը, որը նվիրված է ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին։ Դրանք դեռ արթուն են հայ համայնքի հավաքական հիշողության մեջ, նշում են Վաշինգտոնից։ Մարդկության պատմության այս էջը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու եւ քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն։ Հարգում ենք հայերի ուժն ու վճռականությունը անցյալի ողբերգությունները հաղթահարելու եւ ավելի հզոր ապագա կերտելու գործում, որը պետք է լինի բարգավաճ, անվտանգ եւ խաղաղ։ Պարտավորվում ենք լինել նրանց կողքին։ Միասին Միացյալ Նահանգները եւ Հայաստանը կշարունակեն աշխատել, կառուցելու ավելի անվտանգ եւ բարգավաճ աշխարհ։ Իմ վարչակազմն ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը հայ ժողովրդի համար նշանակալի հնարավորություններ ստեղծելով եւ հարավային Կովկասում երկարատև կայունություն խթանելով։ Հիմա ամերիկացիներն ու հայերը կողք կողքի կանգնած են խաղաղության պատմական խորհրդում, միասնական նպատակի շուրջ սկսել խաղաղության նոր դարաշրջան ուժի միջոցով։ Հայտարարության մեջ նշվում է, որ մեծ եղեռնի օրը Միացյալ Նահանգները կրկին պարտավորվում է պաշտպանել անմեղներին եւ առաջ մղել խաղաղության օրակարգը։ Էմանուել Մակրոնը հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել X-ի էջում, նշելով, որ Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու եւ ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի եւ ֆրանսիացի ժողովրդին հայերի հետ։ Կանադայի վարչապետը եւս հայտարարություն է տարածել, նշելով, որ Օտտավան միանում է Կանադայի եւ ամբողջ աշխարհի հայերին, ոգեկոչելու հայոց ցեղասպանության հիշատակի օրը, որը հայտնի է նաեւ որպես մեծ եղեռն։ Հարգանքի տուրք ենք մատուցում զոհերին եւ բոլոր նրանց, ովքեր անհավանական տառապանքներ են կրել պատմության այդ մութ շրջանում, հայտարարել է Մարկ Քարնին։ 2006 թվականին Կանադան պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Դա նաև նշանակում է խոստում, որ մենք երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքները, բռնությունը եւ վայրագությունները։ Կանադայում ապրիլը նշվում է որպես ցեղասպանության հիշատակի, դատապարտման եւ կանխարգելման ամիս, ժամանակահատված, երբ հարկավոր է մտորել անտեղյակության եւ հանցակից լինելու հետևանքների մասին։ Ատելության դեմ պայքարելու պատասխանատվությունը կրում ենք բոլորս։ Մարկ Քարնիի խոսքով հարկավոր է հիշել եւ զգոն լինել, որ նման վայրագությունները երբեք չկրկնվեն։ Ռուսաստանի նախագահն էլ ուղերձ է հղել հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի հայ ժողովրդի ցեղասպանության 100 հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Անպաշտպան, անմեղ մարդկանց նկատմամբ դաժան հաշվեհարդար է իրականացվել։ Նրանք սպանվել են, վիրավորվել, վտարվել իրենց բնակավայրերից։ Այս ողբերգությունը ցնցել է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները ցույց են տվել, թե ինչի կարող է հանգեցնել կրոնական թշնամանքի, ազգայնականության եւ քսենոֆոբիայի բորբոքումը։ Վլադիմիր Պուտինի ուղերձում նշվում է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում միշտ եղել է անփոփոխ։ Մոսկվան դատապարտում է հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը, համարելով այն հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ։ Վստահ ենք, որ ազգային հողի վրա զանգվածային ոչնչացման եւ տեղահանության քաղաքականությունը չի կարող որևէ արդարացում ունենալ։ Միջազգային հանրությունը պետք է համախմբի ջանքերը, որպեսզի նման բարբարոսությունը երբեք եւ ոչ մի տեղ չկրկնվի, նշված է Պուտինի ուղերձում։ Ռուսաստանի նախագահը բարեկեցություն եւ բարգավաճում է մաղթել բարեկամ հայ ժողովրդին։ Հունաստանի նախագահն ընդգծել է, որ հայ եւ հույն ժողովուրդներին կապում են ընդհանուր փորձությունները, ինչպես նաեւ համերաշխությունը, բարեկամությունը եւ փոխադարձ հարգանքը։ Այսօր Օսմանյան կայսրության իրականացրած հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին, որը մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործություններից է, մենք հարգում ենք 1.5 միլիոն զոհերի հիշատակը։ Չպետք է մոռանանք պատմական ճշմարտությունը, թույլ չտալու բռնության եւ անհանդուրժողականության կրկնությունը։ Կոնստանտինոս Տասուլոսի խոսքով ժամանակակից աշխարհում, որտեղ շատ են հակամարտությունները եւ անորոշությունը, խաղաղության, փոխըմբռնման եւ համագործակցության նկատմամբ հանձնառությունն ավելի կարեւոր է դառնում։ Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը եւս գրառում է կատարել։ Այսօր մենք հիշում ենք բոլոր զոհերին եւ երդվում պահպանել նրանց սրբազան հիշատակը, այլևս երբեք, նշված է նախարարության X-ի էջում։ Լիբանանի նախագահը հայտարարել է, որ 1915 թվականի ողբերգությունը բաց վերք է մարդկության խղճի վրա։ Խոր ցավով ենք հիշում այդ հումանիտար ողբերգությունը, վերահաստատում ենք մեր նվիրվածությունն արդարության, ճշմարտության եւ մարդկային արժանապատվության արժեքներին, նշել է Ժոզեֆ Աունը։ Նրա խոսքով Լիբանանը միշտ անվտանգ վայր է եղել ապաստան փնտրող հայերի համար եւ նրանց դարձրել ազգային բազմազանության անբաժանելի մասը։
Նրանք իրենց ներդրումն են ունեցել Լիբանանի զարգացման եւ բարգավաճման գործում։ Այս օրը եւս մեկ հնարավորություն է ընդգծելու կոլեկտիվ հիշողության պահպանման, արդարության եւ մարդկային արժանապատվության արժեքների խթանման, ինչպես նաեւ ժողովուրդների միջև խաղաղության եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագայի ուղղությամբ աշխատելու կարեւորությունը։ ԱՈՒՆ-ը ողջունել է հայ ժողովրդին եւ վերահաստատել Լիբանանի հավատարմությունն իր առաքելությանը որպես ազատության եւ բազմակարծության երկիր, հավելելով, որ հիշողությունը ողբերգությունների կրկնությունը կանխելու բանալին է։ Թուրքիայի նախագահն ուղերձ է եղել Պոլսո-հայոց պատրիարքությանն ու Թուրքիայի հայ համայնքին, որը հրապարակել է Ակոս պարբերականը։ Հարգանքով հիշում ենք առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում զոհված օսմանցի հայերին, ցավակցություններ սմհեղում նրանց թոռներին։ Դժբախտաբար մեծ ցավ է պատճառվել հայերին, որոնք ապրել են Օսմանյան կայսրության տիրապետության ներքո ու արժեքավոր ներդրում ունեցել տարբեր ոլորտներում։ Մեզ հաջողվել է ստեղծել թուրքական հանրապետություն առանց մոռանալու այդ տառապանքները եւ հասկանալով ինչպես հաղթահարել դրանք։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա պատմական թշնամանք հրահրել եւ ձգտում են ապագա սերունդների համար թողնել այնպիսի ժառանգություն, որտեղ ճշմարտությունը կապվում է խղճի, այլ ոչ թե վատ հիշողությունների հետ։ Կիսում եմ հայ համայնքի ապրած ցավերը եւ հարգանքով ոգեկոչում զոհված օսմանյան բոլոր քաղաքացիների հիշատակը, ասված է Էրդողանի ուղերձում։ Դիանա Գասպարյան, լուրեր։